Բարև ձեզ մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա-քասթ հաղորդման իմ հյուրն է վերլուծաբան լրագրող Բարիս Մուրազին։ Բարև ձեզ, պարոն Մուրազի։ Շնորհակալ եմ հրավերքը ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերին։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգից վերադարձավ շատ ագրեսիվ։ Իհարկե այն ինչ որ ասում են նա նորություն չէ, սակայն այն տոնը, այն ագրեսիվ տոնը, վերջնագրային տեսքով իր ներկայացրածները, դա ինչ որ մի առումով նորություն է, որ կարելի է կարծել, որ ինչ-որ նոր ազդակներ է ստացել Ստրասբուրգից, չգիտեմ, Ալիևի կողմից է ստացել, թե Եվրոպայի կողմից, մասնավորապես այն վերջնագրերը, որ եկեղեցին պատերազմի կուսակցությունը, որ ցանկացած հղում Արցախյան շարժմանը դա նշանակում է պատերազմի հրում, ընդհանուր այն աստիճան, որ բաց տեքստով արդեն խոստովանում է, որ ցեղասպանության թանգարանի տնօրենին իր ցուցումով են հեռացրել աշխատանքից, զուտ այն բանի համար, որ Վենսին նվիրել է Արցախի մասին ինչ-որ մի գիրք։ Հիմա ինչով է պայմանավորված, միայն ընտրություններով, թե նաև այն ազդակներով հնարավոր, որը գուցե եւ ստացած լինի Ստրասբուրգում, այդ իր ագրեսիվ տոնը ու վերջնագրային, այսինքն տպավորություն, որ հայ ժողովրդի դեմ պատերազմի է դուրս գալիս ինքը։ Այն որ Նիկոլ Փաշինյանը ագրեսիվ է եւ դա միայն Ստրասբուրգից Եվրոպայից վերադառնալու հետ չի կապված, կարծում եմ, սրանից առաջ էլ կար ագրեսիա, եթե հիշում եք նախորդ շաբաթ այդ շրջիկ կրկեսը արդեն հոգևոր կրկեսը, որը դարձել է նախընտրական կրկես, այդ նախընտրական կրկեսը գյուղերից մեկում երբ կանգնեց, Նիկոլ Փաշինյանը անգամ վեճի էր բռնվել իրեն աջակցող գյուղացիների հետ, եթե հիշում եք, թե բա մանկապարտեզ ենք սարքել, ոնց որ այնց այդքան էլ ուրախ է, չնայած այդ իմաստով կարելի է համաձայնվել իրենց աշխելքի մասով։ Ես ուրիշ հարցի վրա խնդրեմ ձեր ուշադրությունը այսպես դարձնել։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության երեկվա իր այդ ագրեսիվ, իր այդ հեղեղուկ, իր այդ վարքագծով ինչ ցույց տվեց։ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ճիշտ էին այն վերլուծությունները, որոնք մայիսից կային, որ Վեհափառ Հայրապետի եւ եկեղեցու դեմ սկսված գործընթացը որևէ կապ չունի հոգեվոր այսպես կոչված բարենորոգման հետ եւ խնդիրը Արցախի հարցն է։ Եթե հիշում եք, այդ չուլանացման պատմությունից առաջ Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայում իր խնդրանքով այնտեղ կարևոր համագումար էր հրավիրված եւ ինքը խոսել էր Արցախի խնդրի մասին։ Հոգևոր ժառանգության, պատմական ժառանգության, մշակութային, ինչպես նաեւ ռազմաքաղաքական էլիտայի մասով, հա։ Ու վերջերս իր ճեպազրույցներից մեկում հավելեմ նաեւ ձեր ասացին իր ճեպազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանը նաեւ փաստեց, որ Վեհափառի դեմ հայ առաքելական եկեղեցու դեմ իր պայքարի հիմքում նաև այն հանգամանքն է, որ պահանջում են իր հրաժարականը։ Բաց տեքստով այդ հրաժարակը ես ձեզ անկեղծ ասեմ, եթե Ադրբեջանի կողմից պահանջը չլիներ եւ այս Արցախի հարցը չլիներ, ինքը դրան ուշադրություն չէր դարձնի, Վեհափառ Հայրապետը 2020 թվականից պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դրա մասին չի խնդիրը։ Խոսքը Փաշինյանը շատ ուղիղ ասաց, չէ՞, պատարակներում տալիս են Արցախի հանրապետության հիշատակում է լինում։ Ինչը նշանակում է եւ հայտարարեց, տեսեք ինքը չասեց երեկվա իր բրիֆինգում չասեց, որ Վեհափառ Հայրապետը իր պնդմամբ կուսակրոնության ուխտը խախտել է, չգիտեմ, եկեղեցի։ Ինչ ասեց, պատերազմի կուսակցության առաջնորդն է, ասեց Արցախի հանրապետության անունը տալով պատերազմ են հրահարում։ Սա այդ մայիսից սկսված գործընթացի իրական դրդապատճառների հանրայնացումներ, որը կարծում եմ այո, նյարդային իրավիճակից դրդված արեց, բայց Փաշինյանը այլ ելք չունի։ Ալիևը կոպիտ ասած, փողոցային սլենգով ասած Նիկոլին կոխելաշիշ է եւ ստիպում է, որ ոչ միայն ինքը ուրանա Արցախը, այ Հայաստանում ուրացման այնպիսի մթնոլորտ ձևավորի, որ որևէ մեկը դրա մասին չխոսի։ Իդեպ երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Հայաստանում չի կարող 2 կամ 6 արտաքին քաղաքականություն լինել, Վեհափառ Հայրապետը արտաքին քաղաքականություն չի իրականացնում։ Եվ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետության տարածքով։ Այլ համասփյուռ է։ Համաշխարհային հոգևոր կրոնական կառույց է, որը Հայաստանի տարածքից դուրս ավելի շատ կրոնական կառույցներ ունի, քան Հայաստանում։ Իրանում 300-ից ավել կարծեմ գործող եկեղեցիներ կան Թուրքիայում, Ռուսաստանում, այո, Թուրքիայում, Ռուսաստանում եւ մնացած աշխարհի բոլոր գրեթե երկրներում կան հայ առաքելական եկեղեցու կառույցներ, հոգևոր կառույցներ, հա։ Եվ ինչպես դուք նշեցիք, այո, Հայաստանի տարածքից դուրս ավելի շատ եկեղեցու հետևորդի ապրում, քան Հայաստանի տարածքում, այսօրվա Հայաստանի տարածքում եւ
խոսքը հայաստանյան կառույցի մասին չի։ Չի կարող հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը դիտարկվել որպես Հայաստանի Հանրապետության դիրքորոշում։ Միանշան։ Որովհետև այս պարագայում կստացվի, որ Փաշինյանը ճիշտ էր, որ հետո պետական կառույց չի հայ առաքելական եկեղեցի, այս ի՞նչ է նշանակում։ Չէ, բայց Նիկոլ Փաշինյանը ուզում է ճակերտավոր ասած պետականացնել, երբ նա անդադար շեշտում է մի քանի չի ուզում, Ալիևը ասեցի արդեն իրեն կողել աշիշը ստիպում է, որ ինքը այդ հարցը Ալիևի պարտադրում է։ Դե դա արդեն երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ տրթատը հիմնադրեց եկեղեցին, նա չեմ կարծում Նիկոլ Փաշինյանը տգետ է, որ չի հասկանում, որ եկեղեցին ոչ թե տրթատն է հիմնադրել, այլ հիմնադրել են առաքյալները, հենց այդ պատճառով էլ կոչվում է առաքելական եկեղեցի, սակայն նրա շեշտադրումը, որ պետությունն է հիմնադրել եկեղեցին, հենց այդ համատեքստում է, որ նա ուզում է եկեղեցին վերածել պետական կառույցի, իսկ հոգևորականներին պարզապես ծառայողների, կարծում եմ։ Բայց երեկվա իր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը մի այլ շեշտադրում էլ արեց, որ մենք կոտրել ենք մոտավորապես այդպես, չէ, որ կոտրել ենք 1500 տարվա ցիկլը, երբ Հայաստանը գտնվում էր պարտադրանքների մեջ, այսինքն մեր պատկերացրած հայրենասիրությունը թելադրված էր մեզ եւ գտնվում էր ինչ-որ ռամկաների մեջ։ Եկեք մի պահ ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, այն որ ասում է կայսրությունը պատմության մոդելա թելադրել, կայսրությունը ապրելակերպ։ Ենթադրենք, եկեք ասենք Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է ասում, կայսրությունը թելադրել է մեզ վարք ու բարք, ինչպես ապրենք, ինչ մտածենք, հա։ Եթե Նիկոլ Փաշինյանը հասներ նրան, որ Հայաստանը դառնար այսպես ինքնիշխան, հա, սկսեր կայսրության թելադրած պատմությամբ չառաջնորդվել, մաքուր հայկական պատմությամբ, կասենք դե հա, դե ամեն դեպքում դե ինչ որ բան ուզում եմ այստեղ են կարող է վերջում վատ լինի, բայց ուզում է ինչ որ հայկական բան ստանալ։ Հայ կայսրությանը դու կայսրությունը փոխարինել ես Ադրբեջանով։ Եթե կար կայսրություն, դու հիմա կայսրությունը հաստատ փոխարինել ես Ադրբեջանով, այսինքն Ադրբեջանից է գալիս այն թելադրանքը, որով դու շարժվում ես։ Հակառակ պարագայում ինչպես բացատրել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնանկությունը։ Մարդ ինչպես հայտնի դարձավ հետո J.D. Vance-ին նվիրել է 1918-ից 21 թվականներին ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացված կոտորածների մասին գիրք, որը ուշադրություն գրվել է ամերիկյան մամուլի հիման վրա, հրապարակումների հիման վրա, այսինքն սա ենթադրաբար դա տրվել է, որ J.D. Vance-ը այդ գրքի մեջ եղած տվյալների օբյեկտիվության վրա չկասկածի, որտեղ հայկական աղբյուրներ չեն եղել, ամերիկյան աղբյուրներ։ Իրենց աղբյուր։ Այսինքն եթե դու սրանից հետո ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին ազատում ես, հա, ստացվեց դու եթե կայսրության ազդեցությունը կար, ազատվել ես, բայց ընկել ես Ադրբեջանի ազդեցության տակ։ Ու ընդ որում նաև այդ նույն ճեպազրույցի ժամանակ նա շեշտադրեց, որ անկախության հռչակագրին հղում այլևս չի լինելու նոր սահմանադրությամբ, այսինքն միանշանակ է, որ նա գնալու է սահմանադրական փոփոխությունների ու էլի Ադրբեջանի պարտադրմամբ ու նաև հավելենք այն, որ այդ իր իրական Հայաստան գաղափարախոսությունը նա անմիջականորեն ներդնելու է սահմանադրությունում եւ ըստ որի ցանկացած հղում Ադրբեջան ներողություն Արցախին դա նշանակում է պատերազմի հրահրում։ Հիմա ստացվում է, որ մեր նոր սահմանադրությամբ, եթե մենք պայմանականացած հաղորդում անենք արդեն սահմանադրական փոփոխությունից հետո եւ խոսենք Արցախից, ապա մենք կարող ենք դատվել համարվել սահմանադրախախտներ եւ առհասարակ մարդը եթե փողոցում բարձր խոսի Արցախից, բարձր խոսի ազգային արժեքներից, ցեղասպանությունից, հայ առաքելական եկեղեցուց եւ այլն, ապա կարող է դատվել։ Հիմա այս կարող է, հաստատ դատվելու է մեկ, որովհետեւ եթե դուք վստահ եմ ուսումնասիրել եք այդ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տրամաբանությունը հուշում է, որ այդ պայմանագրի կետերի կատարման վերահսկող հանձնաժողով պիտի լինի։ Այսինքն եւ դրա գազում լինելու են նաեւ ադրբեջանցիներ։ Այսինքն ադրբեջանցիները արձանագրելու են, որ օրինակ հայկական լրատվամիջոցների եթերներում նման հարցեր են քննարկվում, սա ազգային թշնամանք է, ընդ որում ազգային թշնամանքի վերաբերյալ օրենք ընդունեցին տարիներ առաջ։ Սա ազգային թշնամանք է եւ այդ օրենքի հիման վրա խնդրում եմ այդ մարդկանց քրեական հետապնդման ենթարկել։
Այստեղ իհարկե քաղաքացիական պայմանագրից կարող են ասել, թե հանձնաժողովը երկկողմանի է, մենք էլ կհետևենք Ադրբեջանում կատարվող իրադարձություններին, քննարկումներին, բայց դա կերել եք թե կուկուռուզ ընդորում, կուկուռուզ եք կերել, եթե կարող եք հետևել Ադրբեջանում քննարկվող օրակարգերին, որովհետև Ադրբեջանը, ինչպես Ալիևը ասեց, այս իրավիճակին հասել է ուժի թելադրանքով, եւ այս իրավիճակը պահպանում է ուժի թելադրանքով։ Դու այդպիսի ուժ չունես, որ Ադրբեջանին ինչ-որ բան ստիպես։ Միանշանակ դա նմանվում է Նիկոլ Փաշինյանի այն առաջարկին, որ ստեղծենք մոնիտորինգային խումբ, որ երկուստեք կվերահսկի սպառազինությունը։ Հիմա Փաշինյանը ինչի է հասնում, պարոն Կարապետյան։ Փաշինյանը այս քարոզչությամբ եւ այս քաղաքականությամբ, այս համոզմունքներով Ադրբեջանից թելադրված հասնելու է մի իրավիճակի, որտեղ Արևմտյան Հայաստանում ներկայիս Թուրքիայի տարածքում երբ տեղի ունեցավ հայոց ցեղասպանություն, հայերի եւ այլ ժողովրդների նկատմամբ ցեղասպանություն, բայց հատկապես հայերի նկատմամբ ցեղասպանությունը, որը խիստ կազմակերպված էր, առաջացավ մի այսպիսի իրողություն։ Մարդիկ, որոնք գիտեին, որ իրենք հայ էին, թաքցնում էին իրենց ինքնությունը, այսպես ասած, դառնում էին ծպտյալ հայեր, որովհետեւ իրենք այդ պետության վարած քաղաքականությունից հասկացել էին, որ հայ լինելը արդեն սպառնալիք է իրենց անվտանգության տեսանկյունից, այսինքն իրենք սկսեցին թաքցնել իրենց ինքնությունը։ Հիմա Փաշինյանն էս Արցախի անվան հոլովումը, հա, ընդհանրապես Արարատ ծառի մասին մոռանալու կոչը, սահմանադրության մեջ հիշատակվող հռչակագրից հրաժարումը, այս ամեն ինչը բերելու է նրան, որ այստեղի հայերն են դառնալու ծպտյալ հայեր։ Հայաստանի Հանրապետության հայերը, մարդիկ, ովքեր ունեն ազգային ինքնագիտակցություն, ունեն արժանապատվության զգացում, եթե ուզում են անվտանգ ապրել, իրենք պետք է դառնան ծպտյալ հայեր։ Այսինքն այո, հայեր, եթե օրինակ Արևմտյան Հայաստանում մարդիկ իրենց քրդերի տեղ էին դնում, թուրքերի տեղ էին դնում, հա, որ իրենց չվնասեն, այստեղ ԿՊԱ-կանների տեղ կդնեն իրենց։ Այսինքն գուցե քաղաքացիական պայմանագրի շարքեր ընդունվեն, չգիտեմ, Նիկոլի նկարները իրենց տանը կախեն, հա, որպես դեկոր, որպես ծպտյալ հայեր, այո, ծպտյալ հայեր արդեն Հայաստանի Հանրապետություն մենք ծիծաղում ենք, բայց սա շատ իրական, շատ մոտ իրականություն է, եթե հասարակությունը չգիտակցի, թե 2026 թվականի ընտրություններին ինչ է ընտրում, կամ ընդհանրապես, եթե ընտրություններից դուրս, թե ինչի դեմ է ինքը պայքարում, այս սրա դեմ է պայքարում, մարդիկ սրա դեմ են պայքարում եւ պիտի հասկանան, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության թողնելը ի վերջո բերելու է սրան։ Այսինքն գալիս ենք նորից հերթական անգամ այն համոզմանը, որ 2026 թվականի ընտրությունները ոչ թե պարզապես քաղաքական process են, ոչ թե ուղղակի խորհրդարանական ընտրություններ են, այլ գոյաբանական խնդիր։ Կամ լինում է Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում չի լինում Հայաստանը այնպիսին, ինչպիսին կար ժամանակին։ Հայաստանը վաղուց արդեն այնպիսին, ինչպիսին կար։ Հայաստանը 2020, 18-ից կուզեք շատ կարդինալ փոփոխությունների է ենթարկվել, 2020-ից շրջադարձային փոփոխությունների է ենթարկվել, 2023-ից ըստ էության Արցախի մասով անդառնալի կետ է անցել, հայաթափելով Արցախը, հա, մասնակից դառնալով Արցախի հայաթափմանը, եւ ամեն անգամ, երբ տեղի են ունենում գործընթացներ ու դրանց արդյունքում Նիկոլ Փաշինյանը չի հեռացվում, Հայաստանը էլի փոփոխությունների է ենթարկվում, որովհետև այս մարդիկ նման իրավի, ասենք 21 թվականին, չէ, ինչ օրակարգով են հրապարակային ուրիշ օրակարգ են ունեցել։ Վերընտրվել են, ասեն ժողովուրդը մեզ վերընտրել է խաղաղության համար, այդ խաղաղություն պետք է ապահովել ամեն գնով։ Ընդ որում ներողություն մի պահ ընդհատեմ, ընդ որում նա 2021 թվականից միայն տարիներ անց հորինեց ինչ-որ սնուցող մայրեր, ինչ-որ նահապետ հայրեր, որ իբր իրեն գնում էին ամեն կորցրածը հետ բերելու օրակարգով, սակայն հանդիպեցին այդ սնուցող մայրերին, որոնք ասում ստոպ, մեզ պետք չէ այդ ամեն։ Մայրերի մասին, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, ես էլի գալիս եմ այն համոզմանը, որ Փաշինյանը հետևում է աշխարհակաղակական գործընթացների մեջ մտնելով, հետևում է այն հայտնի ժողովրդական ասույթին, որ խելոք գառը 7 մոր կաթ է խմում,
Փաշինյանը կարծում է, թե դա իր մոտ ստացվում է թուրքերի հետ հարաբերություններում, բայց Փաշինյանը մոռանում է, այո, ինքը գառ է, բայց այն ինչի ինքը հանդիպել է, դրանք մայրացու ոչխարներ չեն, դրանք ղոչեր են, որց ոչխարներ են, եւ ինքը ամենևին կաթի հետ գործ չունի։ Այսինքն այս մարդկանց իշխանությունը, որ ամեն տեղ գնանք հանձնվենք, թուրքերը ինչ ուզում են տանք, ի վերջո բերելու է խաղաղություն, չի բերելու խաղաղություն։ Այդ երեկվա բրիֆինգում ինքը մի հայտարարություն էլ արեց, չէ՞։ Ասեց Արցախահայերի վերադարձի իրավունքից մենք հրաժարվում ենք, որպեսզի ադրբեջանցիներն էլ չգան Արևմտյան ադրբեջանցիներն էլ չգան Հայաստան։ Կներեք, իսկ Ալիևը ասել է, որ հրաժարվում է այդ օրակարգից։ Նման խոսակցություն հակառակը մեր արտաքին հետախուզության զեկույցում պարզ ասվում էր, որ Ալիևը ոչ միայն չի նվազեցրել, այլ ավելի գործնական քայլերի է բերել։ Ես կուզեմ այդ կույս կանանց միավորման զեկույցը մի կողմ թողնենք, այդպեսի միավորում կար ինչպես ժամանակ եւ տարբեր հայտարարություններ։ Հիմա այդ արտաքին հետախուզական ծառայությունը շատ նման է կույս կանանց միավորման այդ ժամանակին արված հայտարարություններին։ Եկեք գործնականում տեսնենք ինչ է եղել։ Մենք արդեն ունենք օրինակ եւ սրանք էլ ունեն օրինակ, եթե դավադիվներ չեն, տեսնելու որ եթե իրենք հրաժարվում են որևէ հայանպաստ օրակարգից, հնարավորությունից, դա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվելու է։ Հիմա տեսեք, 2020 թվականի պատերազմից հետո ձևավորվեց մի իրավիճակ, ռուս խաղապահների մասնակցություն, ռուս խաղապահների ենթակայության տակ գտնվող միջանցք, հա, Բերձորի միջանցքը, եւ այդ միջանցքով անխոչնդոտ մենք գնում գալիս ենք, չէ՞, Արցախ։ Եվ որևէ խնդիր չկար։ Հետո, բայց այդ համաձայնագրի կարևոր դրույթ էր նաև այն, որ ոչ միջանցք անվամբ, բայց անխոչնդոտ ճանապարհ պիտի Սյունիքով տրվեր ադրբեջանցիներին, էլի ռուսների վերահսկողությամբ։ Այստեղ ըստ էության պարիտետը պահված էր, ադրբեջանցիների պահանջները երևի թե դա, երևի թե որն է, պիտի իրանց պահանջներ, որ հարգելի ռուսներ, դուք հայերի համար այստեղ ապահովում եք անվտանգություն Բերձորի միջանցքում մենք չենք վերահսկում, մեր հսկողության տակով չեն ասում, դուք եք իրենց ճանապարհ, մենք ոչ իրենց հանդիպում ենք ոչ բան։ Խնդրում եմ նույն սկզբունքով փաստաթղթում մտցրեք կետ, որ մեր համար էլ միջանցք պիտի ապահովեք այդտեղ։ Ինչ արեցին սրանք։ Ու նորմալ է ճանապարհը աշխատում էր։ Միջև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ միևնույն ժամանակ հրաժարվեց ռուսական հսկողությամբ տալ այդ ճանապարհը Սյունիքով անցնող։ Եթե հիշում եք, եթե չեք հիշում, կարող եք ցանկացած մարդ կարող է հետաքրքրվել, հետ տալ այդ օրերի միջև 2022 թվականի հոկտեմբերի 7-ի այս իշխանությունը եւ դրանից հետո էլ մի կարճ ժամանակ միջև Արցախի անկման այդ իշխանության պնդումները, որ մենք չենք խոսում, հատկապես Միջանցքի փակումից հետո Բերձորի, որ մենք Բերձորի Միջանցքի մասին չենք խոսում, պահանջներ չենք դնում, որպեսզի Սյունիքով Միջանցքը չտանք։ Հրաժարվում ենք ըստ էության Բերձորի Միջանցքից, որ նաև ադրբեջանցիները հրաժարվեն Սյունիքով անցնող Միջանցքից։ Հրաժարվեցին։ Ադրբեջանցիները վերցեցին Միջանցքը, Արցախը հայաթափեցին։ Ադրբեջանը հրաժարվեց Սյունիքով անցնող Միջանցքից։ Իհարկե։ Հիմա այս օրինակը առնվազն բավարար չէ իրենց համար հասկանալու, որ եթե իրենք հրաժարվում են, զեղչում են արցախցիների վերադարձի իրավունքը, դա չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվելու է։ Այլային կարգով պետք է հրաժարվի։ Ավելին, դա մենակ միայն մի բան է նշանակում, որ իրենք կհրաժարվեն արցախցիների վերադարձի իրավունքից, միջազգային հարթակներում Ալիևը այդ հարցը ամբողջությամբ կլուծի, կասի, բայց հիշում եք, չէ՞, որ ադրբեջանցիներ պիտի վերադառնային։ Որտեվ եթե ձեր հայերը չեն ուզում գալ իրենց պատմական հայրենիք ապրել, հա դա իրաց որոշումն է, Ալիևն օրն էլ ասաց մենք պատրաստ ենք, չգիտեմ, թող գան ապրեն մարդիկ, կարող են, եթե կդիմենք, քննարկենք։ Հիմա սմարթը ասելու է, հարգելի Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա, մենք չենք խոչընդոտել, մենք հնարավորություն ենք տվել, չեն ուզել ավելին, Հայաստանի իշխանությունը հրաժարվում, մենք չենք հրաժարվում, ադրբեջանցիները պիտի գան ու ապրեն Հայաստանի տարածքում։ Նիկոլ Փաշինյանը չի հերքել այդ հնարավորությունները։ Դե Փաշինյանը երեք բրիֆինգում ասում էր, որ մենք հրաժարվում ենք, որ իրենք հրաժարվեն, բայց ով ասեց որ իրենք հրաժարվում։ Հրաժարվում, չէ, ուզում եմ ասեմ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ
Համաձայնությունը տվել է ադրբեջանցիների վերադարձին տարբեր ձևակերպումներով, բայց այնուամենայնիվ ԿՊ-ական իշխանությունը տվել է նույնիսկ համեմատություններ անում, որ հայերն էլ կարող են գնալ Սումգայիթ, չգիտեմ, Բաքու եւ այլն, թեպետ չի գտնվի մի հայ, որը կգնա Սումգայիթ կամ Բաքու ապրելու, որքան էլ իր հայրենի որովհետեւ ցանկացած հայաստանցի հայ գիտի, որ եթե ինքը խնդիրներ ունենա Ադրբեջանի տարածքում, իր հետևից պետություն չի գալու, իսկ ադրբեջանցին գիտի, որ իր հետևից պետություն գալու է, իր հետևից իր թիկունքում էլ կանգնած է բանակ գործող։ Ոչ ավիրված վիճակում գտնվող բանակ։ Այդ նորմալ մարդկային զգացում է, որ մարդիկ չեն ուզում գնալ։ Իդեպ Միջանցքից խոսք գնաց, երեք Նիկոլ Փաշինյանը նաև պատրաստակամություն էր հայտնում տրամադրել ճանապարհ, երաշխող բան եւ այլն, սակայն կար թրիփը, որը ըստ թղթի վրա գրվածի պետք է ապահովի Ադրբեջան-Թուրքիա կապը եւ այլն ԱՄՆ վերահսկողության ներքո, սակայն Իրանում տեղի ունեցող իրադարձությունները ոնց որ թե թրիփը սարքում են խիստ մշուշոտ։ Հիմա ինչ եք կարծում, ի վերջո թրիփը թղթից կվերածվի գործնականի, թե այդպես էլ կմնա թղթի վրա, կախված Իրանում ընթացող պատերազմի հանգուցալուծությունից։ Իրանում ընթացող գործընթացները շատ կարեւոր են, որովհետեւ եթե Իրանը կարողանում է պահպանել իր այսօրվա կարգավիճակը, իսլամական հանրապետության կարգավիճակը, պահպանում է իշխանությունը, ռեժիմը եւ այսպես ասած ամերիկացիները հասկանալով հետ են քաշվում, ապա այդ դեպքում տարածաշրջանում զգալիորեն մեծանալու է Իրանի դերակատարումը եւ ինքը կարող է ասել, որ թրիփը այլևս չի գործելու եւ ամերիկացիի վերջը թրիփը նաեւ պետք է իրանցիների դեմ, չէ՞։ Եթե իրանցիները հայտարարեն։ Այո, եւ այս իմաստով կարևոր է դա։ Եթե ամերիկացիներն են, այսպես ասած, վրա ընկնում եւ Իրանում ռեժիմ են փոխում, հաստատում են իրենց համար համաճկային իշխանություն, ապա այդ դեպքում էլ տրիպը որևէ մեկին պետք չի, որովհետեւ Ադրբեջանից Նախիջևան Իրանի տարածքով արդեն ճանապարհ կա։ Եթե Իրանն էլ իրենց վերահսկողության տակ է, ինչու ներդրումներ անեն, այստեղ ինչ որ ճանապարհ կառուցեն եւ որպեսզի շրջանցեն Իրանը։ Իրանը արդեն իրենց հսկողության տակ են։ Իսկ իմաստազրկվում է այսպես թե Իրանում ընթացող գործընթացների տեսանկյունից կարևոր է թե ինչպես կավարտվի եւ ամենայն հավանականությամբ այո հենց իմաստազրկվի այդ տրիպ կոչված այո եւ մենք այլևս չենք ունենա անկախության երաշխավոր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ 99 տարով այո երաշխավորված է։ Պարոն Մուրադի, նայեք, Իրանում տեղի ունեցող պատերազմը օր-օրի ոչ միայն փոխվում է իր ծավալներով, այլ նաև փոխվում է իր բնույթով։ Ընդհանուր մոտենում է մեր սահմաններին։ Իզուր չէր, որ Իսրայելը հայտարարություն արեց ավելի շուտ կոչով դիմեց իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Ադրբեջան, Վրաստան այցելելուց, այսինքն ըստ Իսրայելի այս երեք պետությունները հնարավոր է այս կամ այն չափով ներգրավեն Իրանում ընթացող պատերազմում։ Եվ այդ ամենի ֆոնին փոխվում է Հայաստանում ավելի շուտ Նիկոլ Փաշինյանի ընդամենը ուտելիքները, պերաշկին վերածում է կուկուրուզի, կուկուրուզը սուջուխի, սուջուխը խնձորի։ Հիմա բայց նա շատ հանգիստ տոնով հայտարարում է, որ մենք միջոցներ ձեռք առել ենք, որ որևէ պատերազմ Հայաստանում չի լինելու։ Հիմա որտեղից է գալիս նրա այս աստիճան հանգստությունը։ Պայմանավորված Ալիևի հետ ինչ որ կուլիսային պայմանավորվածություններով հնարավոր է որ խոսքս այն մասն է որ հնարավոր է որ լինի կուլիսային պայմանավորվածություններ Ալիևի հետ իհարկե կոնկրետ արժեքի գնի դիմաց, որի մասին հանրությունը տեղյակ չէ։ Եթե Միացյալ Նահանգները որոշեն, որ ցամաքային գործողություն, լայնածավալ գործողություններ պիտի իրականացնեն Իրանի դեմ, Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ չի հասցնի, չի հարցնելու Հայաստանը ուզում է պատերազմի մեջ մտնել, թե ոչ։ Հայաստանը ըստ ամենայնի կներգրավի այդ գործողությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կարգին հաղորդման մեջի չաղոն է, կարգ չէր միացել։ Չաղը ջան, քո կարծիքը հենց այդ չաղոնն է, որովհետև իսկ երբեն իր կարծիքը հարցրել։ Ի վերջո տրիպ ասվածը, չէ, նույն Տրամպի պնդմամբ Փաշինյանի կարծիքը հարցնելով չի եղել, ուղղակի սպառնացել է Տրամպը եւ նրանք գնացել ու ստորագրել են այդ փաստաթուղթը։ Իսկն Հայաստանը այն կարգավիճակում չի հատկապես հիմա, որ ինչ որ բան որոշի։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնահատի, որ իր իշխանության պահպանման համար պետք է որ սա Հայաստանը պատերազմի թաթերամբեմ դառնա, ապա կդառնա։ Եթե համարի, որ հնարավոր է խուսափել պատերազմից ու միևնույն ժամանակ մնալ իշխանության, դա այսինքն իր համար երխնդիրը իշխանության պահպանումն է,
ոչ թե Հայաստանի պատերազմից Հիմա ինչ մեթոդներով կպահպանի, դա արդեն Իրանը հիմնականում Հայաստանը շահերի հաշվին է արվում այդ ամեն ինչը։ Մենք այս ընթացքում ուրիշ բան չենք տեսել։ Բայց այնուամենայնիվ անդրադառնանք կույս կանանց միավորման հայտարարությանը, ինչպես ձևակերպեցիք, արտաքին հետախուզության ծառայությունը հանդես եկավ զեկույցով, իդեպ սա աննորմալ երևույթ է այն առումով, որ ընդամենը դաջեց Նիկոլ Փաշինյանի ամիսներ առաջ արված հայտարարությունը հիբրիդային հարձակման հետ կապված։ Սովորաբար հակառակն է լինում։ Պետք է տեղի ունենար տվյալ կառույցի զեկույցը, որի հիման վրա Նիկոլ Փաշինյանը պետք է հանդես գար հայտարարությամբ, սակայն առաջինը նա հանդես եկավ հայտարարությամբ, հետո նոր զեկույցը ամիսներ անց ընդամենը դաջեց այն, ինչ որ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտ է, որ այդ ամենի թիրախում ընդդիմությունն է։ Ակնհայտ է, որ կարող են սպասվել նոր քաղաքական ռեպրեսիաներ, բռնաճնշումներ եւ այլն, ընդհանուր արգելել այս կամ այն քաղաքական միավորին, մասնակցել ընտրություններին, ընդհանուր լրատվամիջոցների փակում եւ այլն։ Այսինքն իշխանությունը գործում է բաց, այլևս ոչինչ չի թաքցնում եւ պարզ տեքստով ասում է կարող ենք անել այս, այն։ Հիմա ո՞րն է այս պարագայում լինելու ընդդիմության անելիքը, ընդդիմության ինչպիսի գործիքակազմով կարող է ընդդիմությունը կանխել իշխանությունների գործընթացները։ Տեսեք, այդ կառույցի հետ կապված հայտարարություն հիշում եք մեր գնահատականները, հիշում եք Նիկոլ Փաշինյանը միջև այս կույս կանանց միավորման ստեղծումը բան էր անում, չէ, իր նման հոդվածները հրապարակում էր հայկական ժամանակում։ Այս կառույցը ստեղծվել է, որպես զեկույց է հրապարակում Նիկոլ Փաշինյանի մտքերը։ Ընդդիմությունը մի ճանապարհ ունի անելու, որոշելու հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որովհետև գործողություններ տեղի են, իշխանությունը լինում է այն տեղում, որտեղ կարող են որոշում կայացնել։ Սա շատ կարևոր է, ընդդիմությունը ինչ որոշում կկայացնի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, ենթադրաբար, որ պիտի ամեն ճանապարհով պահի իշխանությունը, օրինական, անօրինական, հիմնականում անօրինական, որտեղ ինքը օրինական ճանապարհ չունի իշխանությունը պահելու։ Հիմա ընդդիմությունն էլ առաջնորդների մասն է խոսքը, պիտի որոշի, որ ժողովրդի կողմից իրենց տրվելիք օրինական իշխանություն իրենք ամեն դեպքում վերցնելու են։ Այ հենց այդ գործիքակազմը վերցնելու։ Եթե իշխանությունը գնում է բռնաճնշումների, եթե օրինակ պայմանական իշխանությունը ասում է այս ուժին ես չեմ գրանցելու եւ արգելելու եմ մասնակցել ընտրություններին։ Հիմա տվյալ դեպքում այդ ուժը ինչ կարող է անել, որպեսզի Եկեք Իրանի օրինակով տեսնենք, հա։ Հիշում եք միջև այս պատերազմական գործողությունները Թրամփը մերձավոր արևելք էր ուղարկել ավիակիրներ այդ Աբրահամ Լինքոլն եւ ուղեկցող նավերով, հա, զորքեր էր կուտակել, օդային միջոցներ, հա, ինքնաթիռներ էր կուտակել։ Եվ երբ բանակցում էին, հետո Ուիտկոֆը այսպես հետաքրիր միտք ասեց, նախագահը զարմացել է, որ այսպիսի հզոր արմադա են ուղարկել տարածաշրջան, բայց պարսիկները չեն համաձայնվում, չեն հանձնվում, չեն կապիտուլացվում։ Զարմանալ էր, միջև այդ աշխատում էր դա։ Հիմա նույն իրավիճակը Հայաստանի իշխանության մոտ է, իրենք սպառնում են, կալանավորում են, ձերբակալում են, հա, հետապնդում են ընդդիմության ներկայացուցիչներին, հիմա ընդդիմությունը պետք է ցույց տա, որ դա չի աշխատում։ Իսկ ինչ հանձնվի եւ պայքարի մինչեւ Այո, ցույց տա, որ չի աշխատում դա։ Որովհետեւ ինքն էլ անսպառ հնարավորություններ չունի։ Հիմա լավ, հաջորդը գանք էլի ձերբակալման օրինակով։ Իրենք մտածում էին Խամենեին կխփեն, իշխանությունը կփլուզվի։ Նիկոլ Փաշինյանն էլ մտածում է, այսինչ ընդդիմադիր առաջնորդին կանտարկի, հարցը կորոշվի, այսինքն ընդդիմությունը եւ Իրանը ըստ էության ոնց իրավիճակը կարողացավ բարթացնել առնվազն Միացյալ Նահանգների համար, որ ցույց տվեց, որ այնտեղ մի հոգու դերակատարում չի, կան ինստիտուտներ։ Հիմա ընդդիմությունն էլ պիտի պատրաստվի դրան, որ եթե կոնկրետ առաջնորդի ձերբակալում են, պիտի ստեղծի ինստիտուտ, որը աշխատի առանց իր ուղիղ մասնակցության։ Ի վերջո ամբողջ ցուցակը չեն կարող ձերբակալել։ Այո, այսինքն եւ բոլոր ուժերին չեն կարող ձերբակալել։ Երկրորդը, գիտեք ինչ, պետք է առաջին հերթին իհարկե ժողովրդի հետ աշխատել եւ ունենալ որոշում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Երբ որ դու ունես այդ որոշումը, դու կգտնես գործընկերներ դրսից, ներսից, հա, ապօրինի գործընկերների։ Հասկանալի է։ Կգտնես միջոցներ ժողովրդի հետ աշխատելու, ի վերջո կհեռացնես։
Այսինքն գործիքակազմը բոլոր քաղաքական ուժերին էլ հայտնի է, ինչ գործիքակազմ կարող են օգտագործել, հիմա ես եւ դուք պիտի չասենք դա։ Եվ այդ գործիքակազմը ունեն, բոլոր ուժերն էլ հնարավորություն ունեն աշխատեցնելու։ Դե ինչ պարոն Նուրազի, Աստված տա, ինչպես դուք Իրանի օրինակով բերեցիք, ընդդիմությունը չկապիտուլացվի, որովհետև ընդդիմության կապիտուլացմանը կարող է Իրանին էլ դեռ ժամանակ կա, Իրանին էլ դեռ ժամանակ կա, այո, այսինքն դեռ գործընթացները չեն ավարտվել, ինչպես մեր մոտ, դեռ քաղաքական process-ը չի ավարտվել։ Հուսանք, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանին հնարավոր կլինի հեռացնել իշխանությունից հենց 2026 թվականին, որովհետև այս ընտրություններից հետո եթե Աստված մի արասը Նիկոլ Փաշինյանը կրկին վերարտադրվի, ապա ես մի քանի անգամ այդ միտքը ասել եմ, որ քաղաքականությունը Հայաստանում դառնում է արդեն անիմաստ համարյա, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարող է ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ այլևս երեկվայի դեպ հաղորդման մասին ժամանակ այդ մասին նույնպես խոսեցինք, որ մի 5-10 տարի հետո կարող է արդեն միևնույնն է լինել, թե ով կլինի Հայաստանի հաջորդ իշխանը։ Ես կարող եմ որպես ավարտ մի փոքր ինչ համաձայնվել ձեզ հետ։ Ես կարծում եմ անգամ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հաղթանակի դեպքում քաղաքականություն չի ավարտվում, ավելին ասեմ, սկսվում է քաղաքականության նոր փուլ։ Գուցե նոր դերակատարներով, գուցե պասիվացած դերակատարներով, հա, այդ առումով արդեն ակնարկել կա, օրինակ Արտուր Վանեցյանը չի մասնակցում ընտրություններին, բայց եթե իրենց տեքստը կարդաք, դուք կտեսնեք, որ հունիսի 8-ից հետո իրենք անելիք են տեսնում իրենց համար, անկախ նրանից ով կհաղթի։ Այսինքն ես կարծում եմ չպիտի վերջնաժամկետ դնել եւ ասել, այ որ այս ինչ բանը այսօրը տեղի չունեցավ, վերջ ավարտված է ամեն ոչ, կյանքը միշտ էլ շարունակվում է, միշտ պայքարելու հնարավորություն կա, եթե կա դրա ցանկությունը։ Իհարկե սա չի նշանակում, որ պիտի թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, պետք է հնարավոր բոլոր միջոցները գործադրել, օրինական միջոցները գործադրել, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի, դուրս շպրտվի կառավարությունից, բայց բոլոր սցենարների դեպքում անելիք կա, որովհետև եթե դու համարես, որ եթե այսինչ բանը եղավ, ի վերջո մենք պետք է մեր հասարակության ասենք, կարևորը Հայաստանում ապրելն է, եթե դու ապրում ես այստեղ, պայքարելու ձև կլինի, անգամ եթե ուղիղ թուրքական օկուպացիա լինի։ Եվ հենց այս նոտայով ավարտենք հաղորդումը, որովհետև իրականում ես համաձայն եմ ձեզ հետ, չպետք է հանրությանը հուսախաբ անել, չպետք է հանրությանը բերել այնպիսի վիճակի, որ հանգարց նրա մտքով անցնի, որ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, հնարավոր վերարտադրման դեպքում կյանքը Հայաստանում ավարտվելու է։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ հյուրընկալվելու համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի վերլուծաբան լրագրող Բարիս Մուրազիի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։